Պարոն Ավանեսյան, դուք հաճախ ձեր ուշադրության կենտրոնում եք պահում կրթական խնդիրները, որոնք իրականում հատկապես 2018-ից հետո այդպես շատ կոնկրետ թիրախում են գտնում կարծեք թե իշխանությունների, եւ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ հատկապես պատերազմից հետո կարծեք թե ապազգային կրթության, այսպես բան է, քարոզություն է տարվում կամ դպրոցական կրթության մեջ առաջին հերթին տարվում է ապազգային բան, էլեմենտներ են մտցվում, Ձեր գնահատմամբ ուր են հասել այս ուղղությամբ, հա, նաև ակտիվ պայքարում եք դրա դեմ, վերջերս նաև մեծ աղմուկ բարձրացած սիմվոլիկ իմաստով Մեսրոպ Մաշտոցի նկարի հեռացումը դասագրքերից, հա, QR կոդերի վերածումը դրա դեմ դուք նաև բողոք եք բարձրացնում եւ կարծեք թե նախարարությունը որոշել են հետ բերել Մեսրոպ Մաշտոցի նկարը, խնդրեմ։ Նախ բարև ձեզ, շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։ Ես Մեսրոպ Հովհաննիսյանն եմ, հայրենի կուսակցության երիտասարդական կառույցի համակարգողը։ Այ բարարատ նախաձեռնությունը ծնունդ առավ այն ժամանակ, երբ որոշեցին, որ այբենարաններում չգիտես ինչու Մեսրոպ Մաշտոցի լուսանկարը փոխարինել QR կոդով, որը անհասկանալի էր, անկեղծ, եւ անհասկանալի եւ անընդունելի։ Եվ դրանից ծնունդ առավ մեր նախաձեռնությունը, եւ հոկտեմբերի 23-ին 2025 թվականի երիտասարդ անդամներով կուսակցության, որը որոշեցինք ակցիա իրականացնել նախարարության դիմաց։ Եվ մեր պահանջներով գնացինք այնտեղ մեզ տևական ժամանակ հետո ներքևիչավ հանրակրթական բաժնից ինչ-որ աշխատող, ներկայացավ հանրակրթական բաժնի աշխատող եւ լսեց մեզ։ Ես իրեն ասացի, որ մեզ ներկայացնի ինչու է այդպես եղել, այդպեսի որոշում կայացվենք, ասաց, որ դա մասնագետների մենք հրավիրե նկարիչ եւ այլն, ես ասացի, դե որ այդպես է, եկեք ուրեմն հետ այսու ձեր նախարարի եւ վարչապետի եւ ինչու՞ չէ բոլորիս լուսանկարները անձնագրերում լինեն QR։ Եթե դա ընդունելի ձևաչափ է, աշխարհի հետ շարժվող է, պահանջված է, լինեն այդպես։ Դա վիրավորվեց։ Սելասի եթե դուք վիրավորվում եք, ուրեմն դա մեր ազգային ինքնության համար է վիրավորանք։ Ասացի, այսինքն վիրավորանքը ինքը համարվում, ուրեմն ասի դուք ընդունեք ձեր մեղքը։ Եթե ոչ, ասի ուրեմն գնացեք նախարար հետ պահանջեք, որ փոխեն QR-ն, որից հետ բերեն լուսանկարը ինչպես որ կա, այբով։ Ասի դուք քաղաքացիներից հարցում արել եք, որ նման որոշման եք հանգել։ Լրագրողի ներկայությամբ եւ մասնակիցների ասաց այո, քաղաքացիներին հարցում արել ենք, ասի ինչ ձևաչափով, ինչ թափանցիկությամբ, դա պետք է հասանելի լինի հասարակությանը։ Ասաց արել ենք, ասի լավ, ես պահանջով օրինական ձեզնից հարցում կանեմ։ Եվ մեր պահանջներին ի պատասխան իրենց փոխնախարարը, ազգանունը ես չեմ հիշում, մեզ վերացական պատասխան տվեց, որ Մեսրոպ Մաշտոցի լուսանկարը կա ուսումնական ձեռնարկներում, բայց ես ասացի, որ իմ պահանջը այբենարանի առաջին էջում Մեսրոպ Մաշտոցի լուսանկարն է, ոչ թե ուսումնական ձեռնարկների կամ բարձր դասարանների դասագրքերում Մեսրոպ Մաշտոցի պատմության մասին։ Եվ պահանջեցի, ասացի հիմա, ասի հարցում եմ անում, դրանից հետո մենք ոչ միայն հողային ակցիա ենք իրականացրել, պայքար, իդեպ ասեմ ձեզ, որ ոչ թե ասում եմ մենք ենք, եղել ենք առաջինը եւ վերջինը, որ փողոցային ակցիա ենք իրականացրել Մեսրոպ Մաշտոցի լուսանկարի վերաբերյալ։ Եվ անընդհատ եւ նամակներ էի գրում իրանցից պահանջներ պահանջում, այսինքն պահանջում իրանցից հարցում անում, այն վերաբերյալ ասեցի ինձ հիմա ներկայացրեք, քանի ինչքան քաղաքացի, ինչքան թվականակով քաղաքացի մասնակցել ձեր այս նախաձեռնությանը։ Իրանք արդեն այս իմ հարցմանը ի պատասխան ինձ տպտվեցին, որ քաղաքացիների դիմումների հիման վրա, իդեպ քաղաքացիներին էլ մենք հորդորել ենք մեր ակցիայով եւ Facebook-յան գրառումներով, որ քաղաքացիներն են նամակներ ուղարկեն, ինչու ոչ ծնողները, դա ուսուցիչները, չէ որ սա միայն իմը չի, սա բոլորինս է, սա ամբողջ հայ ազգինն է եւ նրանցն է, ովքեր նույնիսկ չեն ընդունում այս ամենը, իրենց երեխաներին, որովհետեւ իրենք գրում են Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերով։ Եվ ի պատասխան եկավ, որ
նախարարությունը որոշել է 2026-2027 ուս տարում արդեն նոր այբենարաններ հրատարակել եւ սեպտեմբեր ամսից Մեսրոպ Մաշտոցի լուսանկարը կարող է լինել այբենարաններում, բայց մենք պետք է հետեւողական լինել, այնպես չի մենք մեր զգոնությունը կորցնում ենք, սա իմ անձնական հաղթանակը չի, սա մեր բոլորիս ձեռքբերումն է, որովհետեւ Մեսրոպ Մաշտոցը այբենարանի սկիզբն է։ Մեսրոպ Մաշտոցը մեր դպրության սկիզբն է։ Մենք ինչպես կարանք իրան անտեսեն QR դարձնենք։ Իդեպ հետաքրիր համատություն էի կարել, եթե լուսանկարները պետքա կամ նկարները պետքա փոխարինվեն QR կոդերով, ապա ինչ է անում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը դասագրքերում, պատմության մասնավորապես։ Կարելի է դա էլ QR-ով, ընդհանրապես կարելի է Փաշինյանի անունը QR կոդի վերածել։ Հասարակ չի ցանկանա, որ պատմության։ Լավ, հիմա ինչ են իրենք ուզում, ձեռնատում ինչ են ուզում անել, որ չստացվեց։ Այսինքն լավ, այդ նկարը հեռացնելով իրենց բացատրելով, որ եվրոպական արժեք են ցանկանում իրանք վերել մեջտեղ, ցանկանում էին դա ասենց ասած ժամանակակից աշխարհի պահանջն է, որ QR-ը ավելի բացատրելու է երեխան, այսինքն մի քանի գործողություն է իրականացնելու։ Նախ առաջին հանելու է հեռախոսը, առաջինը պահելու է QR-ի վրա, հետո այդ հեռախոսը իրան բացատրելու է QR-ը, այդ Մեսրոպ Մաշտոցի պատմությունը, ինչ որ գեղեցիկ իրանց ասած նկարահանված մուլտֆիլմի ձևաչափով, եթե կարա դրա փոխարեն լինի լուսանկարը, գրված լինի այբը եւ այլն։ Իսկ իրենք բացատրություն ունեն, թե այդ խնդիրը ոնց է լուծելու, երբ որ Տիգրան Ավինյանն էլ հայտարարում է, որ դպրոցներում պետք է հեռախոսները արգելվի։ Ես հենց դա եմ ուզում ասել, ես իրենց այդ աշխատակցին ասացի, ասի նախարարության եւ քաղաքապետարանի կրթության վարչության միջև կոմունիկացիան խարխլված է։ Դուք նույնիսկ պետական համակարգում իրար հետ համաձայնության չեք գալիս։ Դուք ինչպես եք հանրությանը ներկայացնում կարևորագույն արդեն փաստ։ Քաղաքապետարան ասում է հեռախոսները պետք է արգելվի, դուք ասում եք հեռախոսով պետք է QR արվի։ Իսկ ինքը ի պատասխան բոլորի ներկայությամբ ասեց որոշումները կայացվում է կրթության վերաբերյալ միայն ԿԳՄՍ նախարարը։ Դասի դա ձեր արդեն ներքին հարցերն են, ինձ հետաքրքիր չի ընդհանրապես, ինձ հետաքրքիր է որ QR-ը վերանա եւ Մեսրոպ Մաշտոցի լուսանկարը իդ վերադառնա։ Լավ, շատ լավ, կրթական ոլորտին վերաբերյալ ինչ խնդիրներ կա, որ դուք արձանագրել եք, որոնք ազգայինին դեմ են կամ գուցե հայ հերքում են դրանք։ Նախ ես կցանկանայի, որ sense մի հատ այ բարարատ նախաձեռնության վերաբերյալ բացատրություն տալ, այ բարարատ, ինչու այ բարարատ։ Այբը մեր դպրության հիմքն է։ Արարատը մեր ինքնության, ազգային ինքնության հիմքն է։ Արարատը մենք լոկալ չենք դիտարկում։ Արարատը մենք սահմանային չենք դիտարկում։ Արարատը մեր ազգային ինքնության հավաքական կերպարն է։ Սա մենք քաղաքական լոկալի չենք վերածում եւ նորից եմ ասում, մենք պայքարելու ենք հետ այսու ոչ միայն Մեսրոպ Մաշտոցի լուսանկարի վերաբերյալ, այո, ծնծնունդ առավ Մեսրոպ Մաշտոցի լուսանկարից, բայց պայքարելու ենք ցանկացած ազգային արժեհամակարգի համար եւ դպրոցների եւ եկեղեցու, որովհետեւ եկեղեցին եւ դպրոցը միասնական իրար հետ նույն առաքելությունն են կրում։ Եկեղեցին նույնպես կրթում է։ Ինչու է եկեղեցին սկիզբ առը։ Եկեղեցին բարոյականություն է քարոզում, հոգևոր կրթություն է տալիս։ Այո, դպրոցում էլ է բարոյականություն ձևավորվում, բանական քաղաքացի, բայց դպրոցում մենք գիտակցում ենք, մեր մեջ գիտակցություն են ներարկում։ Իսկ եկեղեցուն հավատքը դա հասկանալու ընկալման վրա չի։ Հավատքը դա զգալու ընկալումների վրա է, դա էմոցիա է։ Մարդ չի կարող բացատրին ում է հավատում։ Հավատ առ Աստված դա էմոցիա է, որ անբացատրելի է։ Դեմ գնալ եկեղեցուն եւ դպրոցին ազգային արժեհամակարգի փլուզումն է։ Այդ երկուսը միասնաբար մեր պետականության հիմնասյուներն են։ Այդ երկուսի համար պայքարը պետքա համազգային լինի, ոչ թե ինչ-որ անձնային եւ նոմինալ կերպով։ Լավ, եկեղեցու դեմ գործընթացի վերաբերյալ ինչ գնահատականը ձեր հասկանալի որ դատապարտում եք, բայց ինչ եք կարծում իշխանությունները չկարողացան հասնել իրենց նպատակին գոնե այս տարի, որովհետև քարոզչական իմաստով երբ լսում ենք իշխանություններին, տպավորություն էր, որ իրենք նպատակ ունեն ամանորը դիմավորել առանց Գարեգին երկրորդ վեհապարի։ Տապալվեց այդ ծրագիրը, թե դեռ գուցե անակնկալներ լինեն կամ գուցե հենց այդ ծրագիր չի եղել, այլ ընտրություններից առաջ գուցե կոշտ գործողությունների գնան։
Ես որպես հայ այնքան անհարմար եմ զգում այս թեմային անդրադառնամ։ Գարեգին երկրորդը մեր հոգևոր հայրն է։ Ուզեն դա բոլորը թե ոչ։ Մենք պարտավոր ենք ընդունել դա կայացած փաստ։ Նիկոլ Փաշինյանը ինքը իրավունք ունի խառնվելու եկեղեցու ներքին հարցերին, բոլորովին։ Քանի որ եկեղեցին ունի ներքին կանոնադրություն, ունի ներքին հարցեր։ Եթե կա ինչ-որ հարցեր իրանց մեջ, դա պետք է կարգավորվի եպիսկոպոսների եւ կաթողիկոսի ներկայությամբ, ոչ թե քաղաքական ուժի ներկայությամբ։ Դա իմ կարծիքն է եւ անընդունել է։ Իհարկե, ասենք ինքը եթե տեսավ իր նպատակին չի հասնում, ինչ-որ եպիսկոպոսների մեջտեղ բերեց, ինչ-որ հարցեր բարձրացեցին, իհարկե իրենց նպատակին չհասան։ Եկեղեցին արդեն դա կարևոր գիծ է, որ պետքա չհատել։ Նորից եմ ասում, եկեղեցին եւ դպրոցը մենք պետքա ամուր սյուների վրա պահենք։ Եթե երկուսից մեկը խարխլվեցին, մեր պետականությունը կփլուզվի։ Եվ ինչից սկսեց այս խոսակցությունը եկեղեցու վերաբերյալ առհասարակ։ Առհասարակ այս ամուսնացած, երբ որ մուսուլմանական հոգևոր հայր կա Փաշազադե, այդ մարդը սկսեց փնովել մեր եկեղեցուն, որ իրանք ինչ-որ ռևանշիզմ են տարածում եւ այլն։ Դրանից հետո նոր որոշեցին ինչ-որ սխալներ ի հայտ բերել եկեղեցուց, որ որոշեցին անդրադառնալ։ Այս 7 տարի եկեղեցուց չեն խոսում, հենց Փաշազադեն անդրադարձավ, իրանք իրեն հետևեցին։ Դա ինձ համար անհասկանալի է, ոչ միայն անընդունելի։ Հիմա կարծում եք տապալվեցին իրենք, թե գուցե նախնական պլանը այսպեսին էլ չէր, եւ ավելի շատ մենք 26-ին կտեսնենք։ Ավելի շատ 2026-ին կերևա, որովհետեւ այս տարին արդեն վերջացավ, ավարտին մոտեցավ եւ իրենք իրանց սենց ասած նպատակին, իրանց այդ թակտված նպատակին չհասան։ Շատ լավ, եւ վերջին հարցը, դուք ինչ եք կարծում, եկեղեցին կարողաց եկեղեցու շուրջ մարդիկ համախմբվեցին այնքան, որ ուժ երևաց, թե դեռ կա խնդիր էս իմաստով համախմբվածության։ Գիտեք, արդից օգտվելով ձեր տված հարցից կցանկանայի ես կոչ անել իմ ժողովրդին, որ գային այն գիտակցության, որ գնահատեն իրենց ազգային արժեքները, որ եթե մարդը իր ինքնությունը չի գնահատում, նա չի կարող ունենալ ապագա։ Չեն կարող մենք վերջ դնել եկեղեցու, ասենք ինչ-որ չգիտես, ինչ-որ մեկի ցանկությամբ եւ շարժվել դրանից առաջ, ասել всё, այս մարդը սխալ արեց, նորից եմ կրկնում, եկեղեցու ներքին հարցերին չպետք է խառնվել։ Եվ մեր ժողովուրդը պետք է գային գիտակցության, որ պետք է ամուր ձեռքերով պաշտպանի իր բոլոր արժեքները, եւ եկեղեցին, եւ դպրոցը, կրթությունը եւ հավատքը պետք է հենված լինի մեր պատմամշակութային արժեքների հիման վրա։ Շատ լավ, շնորհակալ եմ եւ վերջում եթե որևէ բարեմաղթանք ունեք եկող տարվա հետ կապված խնդրեմ։ Կցանկանայի այ բաղարատի վերաբերյալ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հայրենի կուսակցության նախագահ պարոն Արթուր Վանեցյանին, գործադիր մարմնի անդամներին, բոլոր ամբողջ հայ ժողովրդին, ովքեր բարոյական աջակցություն ցուցաբերեցին, եւ իմ ժողովրդին ես մաղթանք ունեմ մի բան, որ գան այն գիտակցության, որ պետքա կերտեն միմիայն ազգային արժեքներով պետականություն։ Ամբողջ հայ ժողովուրդը ձեզ կոչ եմ անում մի բան, առաջինը ձեր ուրախությունը թող ձեր տներում միշտ հավերժ լինի, բայց միշտ հիշեք, առանց ազգային արժե համակարգի չկա եւ տոն, չկա եւ շարունակություն։